Բարև իմ զրուցակիցն է հայտնի արևելագետ բարոն Էդվարդ Էնֆիաջյանը։ Բարոն Էնֆիաջյան, բարի եկած եք։ Բարև ձեզ պարոն Չապարյան, բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն հրավերքի համար։ Բարոն Էնֆիաջյան, հունիսի 7-ի համապետական ընտրություններում ծեր ամենակարևորագույն 3 ակնկալիքները կամ 5, քանի հատ որ կա ամենակարևորագույն ակնկալիքները ինչ են, ինչի պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասնի։ Շնորհակալություն պարոն Չապարյան հարցի համար։ Կարծում եմ գալիք ընտրությունները համար 1 խնդիր դա Ռուսաստանից կախումը նվազեցնել մաքսիմում, քանի որ 200 տարվա մեջ մեր ժողովուրդը վստահելով իր անվտանգությունը եւ ապագան Ռուսաստանի Դաշնությանը բավականին մեծ սպառնալիքների հանդիպել եւ մեծ կորուստներ են ունեցել մարդկային, մշակութային, պատմական, տարածքային կորուստներ։ Ուստի այն ուժերը պետք է գան Հայաստանի Հանրապետությունում իշխանության, որոնք Հայաստանի սուվերենությունը եւ մեր այսպես կոչված մեծ եղբոր կապերը իրարից տարանջատեն։ Եվ այսուհետ մենք պետք է ընդհանրապես մոռանանք մեծ եղբայր հասկացողության մասին, լինի դա Թուրքիայի Հանրապետություն, լինի դա Ռուսաստանի Դաշնություն եւ այլ պետություն, մեծ եղբայր չկա, կա գործընկեր։ Իսկ 5-րդ Շարասյան ներկայացուցիչները այսօր այսպես կոչված ընդդիմությունը ասեմ ձեզ իմ ընդդիմախոսությունը ներկա վարչակազմին հենց դրանում է, որ այսինքն դառավ քրեական հանցագործը քաղաքական ընդդիմություն, քրեական հանցագործը քրեական միջավայրում պետք է լինի, այսինքն իրավապահներ պետք է աշխատեն իր հետ, դատական համակարգ պետք է աշխատի, իսկ քրեական հեղինակությունները այսօր գնում են ուզում են դառնան օրենսդիր մարմին։ Ինչպես եք պատկերացնում քրեական հեղինակություն կոչեցյալները, որոնք հիմնականում ֆինանսավորում են օտար երկրներից, հատկապես հյուսիսում եւ այլ երկրներում, չասեմ որ, ինչպես դրանք կարող են օրենսդիր գործողություն ծավալել։ Ինչ օրենքներ կարող է գրի մի մարդ, որի օրինակ զավակը թմրամոլ է։ Այդ մարդը ոնց կարա օրենք գրի։ Ոնց կարա օրենք գրի մի մարդ, որը ոնց են ասում, այն կռիվներն ասիրում են, որ իրար ծեծում են, իրար բայի բեսպրավել առանց օրենքների են կռիվները, որ կանեն։ Այդ մեր այսպես կոչված ընդդիմական էլիտան հիմնականում տես բաների մեջ է, մեկը այս տեսակի կասկածելի բիզնեսների մեջ մեկ են ու հիմնականում բոլորը սևեռված են ռուս-թուրքական բարեկամական այս ձևաչափի մեջ։ Դա ոնց են պատկերացնում իրանք, ինչպես է, ինչ օրենքներ են սրանք գրելու։ Ամենա ճակատագրական այս խաչմերուկին, երբ ռուսական դաշնությունը գսպառնա ճանապարհները փակել, Լարսի ճանապարհները փակել, եթե Հայաստանի Հանրապետությունը Եվրոմիության հետ ինտեգրացման գործընթացը ասենք շարունակի հարադեվի ինչպիսի ստրատեգիական ռազմավարական քայլերի պետք է թիմի Հայաստանի Հանրապետությունը, որ կարողանա իր ինքնիշխանությունը ուժեղացնի եւ չընթարգվի ռուսական սպառնալիքներին։ Ասեմ ձեզ հետեւյալը, որ նախ եւ առաջ հայկական քաղաքական մտքի ներկայացուցիչները այսօր լուրջ ձևավորված չեն կոորդինացնում եւ չեն իրեր հետ համաձայնեցնում իրենց քայլերը։ Օրինակ, ինձ հետ որևէ մի քաղաքական ուժ երբևիցե որևէ հարց չի կոորդինացրել։ Այսինքն երկկողմանի կապ գրեթե ոչ մի տեսակի քաղաքական ուժի հետ չկա ինձ մոտ։ Սակայն ասեմ հետեւյալը, որ մենք պետք է ճշտենք հայկական քաղաքական ուժերի միջոցով, ինչպես է Ռուսաստանը եւ Թուրքիան այսօր կոորդինացնում, համաձայնեցնում Թուրքիայի Հանրապետության հետ, ինչ աստիճանի հարաբերություններ եւ փոխվստահություն կա Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետությունների միջև հայկական հարցի վերաբերյալ,
քանի որ հարցը հայկական է եւ միշտ Ռուսաստանը եւ Թուրքիան ինչպես են ասում կորելիացրել են, համաձայնեցրել են իրենց քայլերը հայկական հայ ազգի վերաբերյալ եւ հատկապես հայ ազգի վերաբերյալ։ Հիմա մենք տեղեկություն չունենք Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան համապատասխանեցված են դեռ պահում իրենց քաղաքականությունը հայ ազգի վրա, թե ոչ։ Սրանով ոչ մեկ չի զբաղվում, ոչ մեկ չի ուզում ստուգի ինչ աստիճանի հարաբերություններ են Թուրքիայի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ։ Այդ հարաբերությունները շիտկելուց, այդ նեղություն պարզելու դեպքում մենք կհասկանանք ինչ գործողությունների հերթականություն պետք է ձևավորենք քաղաքականություն։ Իսկ ծեր ունեցած դեղեցությունների հիման վրա ներկա իրավիճակի մեջը ինչպիսի կորձնական քայլերի պետք է թիմի Հայաստանի Հանրապետությունը որպես իր նշանակությունը ասում եմ պարոն Չապարյան Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի Հանրապետության հետ այսօր ունի մի քանի տարաձայնություններ Թուրքիայի Հանրապետությունը ունի մի քանի տարաձայնություններ Ռուսաստանի Դաշնության հետ Ռուսաստանի Դաշնությունը ունի մի քանի տարաձայնություններ Ադրբեջանի Հանրապետության հետ սակայն միևնույն ժամանակ Թուրքիայի Հանրապետությունը եւ Իսրայել պետությունը, որոնք եղել են դաշնակից հայաթափման ժամանակ, այսօր են տարաձայնություններ եւ Ադրբեջանի Հանրապետությունը կանգնած է երկընտրության առջեւ։ Դա 3 օր առաջ Էրդողանը հաստատեց եւ ասաց, որ Արցախը ես եմ գրավել, այսինքն Էրդողանն է գրավել, ոչ թե Իլհամը կամ Նետանյահուն կամ Պուտինը, այսինքն Արցախի հաղթանակը ամբողջությամբ Էրդողանը վերագրեց թուրքական բանակին եւ թուրք ժողովրդին։ Սա շատ կարևոր է։ Միջև այս հարցերը չպարզենք, միջև չիմանանք այս հարցերի պատասխանը, պարոն Չապարյան, ես կդժվարանամ ասեմ ինչ տեսակի քաղաքականություն է պետք կառուցել ապագա Հայաստանում եւ ընտրությունների հարցով միանշանակ ռուսական ազդեցությունը պետք է նվազեցվի ամենամաքսիմում պատմական ցածր ամենացածր ցուցանիշին։ Ռուսաստանը կփոխի իր վերաբերմունքը մեր ազգի հանդեպ, մեր հարաբերությունների որակը կփոխենք։ Չի փոխի հարաբերությունների որակը պետք է ցածր պահել։ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների որակը պետք է անպայման ցածր պահել, մինչև Ռուսաստանի Դաշնությունը իր վերաբերմունքը չփոխի հայ ժողովրդի նկատմամբ եւ հատկապես հայկական հարցի վերաբերյալ։ Ինչպիսի վտանգներ կսպառնան Հայաստանին ներկա պատերազմի վերաբերյալ Ամերիկայի եւ Իրանի միջեւ եւ ինչպես պետք է Հայաստանի Հանրապետությունը եւ համայն աշխարհի հայությունը ինտեգրացման արագընթաց կորձընթաց իրականացնեն, որովհետեւ կարողանան համադեղ ջանքերով հաղթահարել քալիք սպառնալիքները։ Ասեմ ձեզ, մեր էքսպերտները արդեն մի ամիսի չափ մենք տարբեր հաշվարկներ ենք անում մեր փորձագետների հետ եւ մենք կանխատեսում ենք, եթե պատերազմի շարունակի եւ ԱՄՆ-Իսրայել կոալիցիան օգտագործի մասսական ոչնչացման զենքեր կամ այսպես ասած կարպետային ռմբահարումներ, մենք կանխատեսում ենք 3-ից 10 միլիոն փախստական դեպի Կովկաս։ Ինչպես գիտեք, Իրանի մեծամասնությունը դա շիա մահմեդականներ են, բացի Ադրբեջանի Հանրապետության բնակչությունից ոչ միտեղ Կովկասում շիա չկա, բոլորը սուննի են, մի մասը Խանաֆի, մի մասը Շաֆիի, ատում են շիաներին կամ մեծ անտագոնիզմ շիաների եւ Կովկասի սունniների միջեւ։ Ոչ մի ղեկավար Հայաստանի Հանրապետության կամ Վրաստանի Հանրապետության, դե Ադրբեջանի տեղյակ չեմ, որևէ փորձ անգամ չի արել վրաներ բերեն Հայաստան, Եվրոմիությանը դիմեն, որ փախստականներ կարողանանք դիմավորենք։ Եթե անկարծ սկսվի այդ վիճակը եւ 5 միլիոն փախնի Պարսիկ Պարսկաստանից դեպի հյուսիս, իսկ նրանք ոչից ոչ մեկ չի փախնելու Պակիստան, Աֆղանստան, Ադրբեջան, Թուրքիա, դրանք դիկտատորական պետություններ, իրանք փախնել են կամ Հայաստան, կամ Վրաստան, հետագա եվրոպական երկրներ ներթափանցելու համար։ Դրա համար մեծ սպառնալիքներ կան այս ռազմական գործողությունից։ Ուստի կոչ եմ անում բոլոր իշխանավորներին դիմել միջազգային կառույցներին, մարդասիրական կառույցներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, որ այս 3 արդեն ուշեր, որ պատրաստենք նման իրավիճակ, նման զարգացման դեպքում որևէ ինչ որ շտաբային խաղեր, որևէ այդ
արտակարգ իրավիճակների նախարարությունները Հայաստանի Հանրապետության լինի, Վրաստանի Հանրապետության տրեյնինգներ, զորավարություններ, այսպես ասած, վարություններ անեն, ինչպես փախստականներ եկան, ինչպես ընդունեցինք, ինչպես սրանց բժշկական, որովհետև եթե հոսանքազրկվի Իրանը, ջրազրկվի Իրանը, այնտեղ լինելու են մասսական հիվանդություններ, էպիդեմիաներ լինելու, դա կարող լինի խոլերա, դա կարող լինի այս մարդիկ փախնելու են։ Ոչ մի սահմանապահ իրանց իրավունք չունի չթողա ուժով։ Եթե մարդը փախուստի է դիմե, կյանքա խնդրում դու պետք է տաս, հատկապես եթե դու հայ ես։ Ուստի Հայաստանի իշխանավորները հիմիկվանից պետք է ՆԱՏՕ-ի հետ, Պենտագոնի հետ, ամերիկյան ադմինիստրացիայի, Իսրայելի հետ, այո, որովհետև Իսրայելն էլ է մասնակցում էս, բան որ համաձայնեցնենք գոնե եթե խփելու են, այդ ձևի են խփելու, ոնց որ օրինակ ասում են միջուկային զենք են միջև ուզում կիրառեն, եթե լինելու է, ես չեմ ուզում իհարկե լինի միջուկային պատերազմ, բայց եթե նման բան քայլը լինելու է, Հայաստանը չի լինելու, հասկանում եք, այս 5 միլիոն մարդ որ Իրանից 5 պարզապես գնա հյուսիս, այդ պետությունները գոյություն չեն ունենա։ Քաղաքացիական պատերազմ, խոլերա, բան, այդ ամեն ինչը հետները գալու է։ Ուստի դիմում են բոլոր, այսպես ասած, մարդկանց, որոնք ինչ որ մի փոքր վտանգի զգացում ունեն, Աստված մի արասի, թե միջև այդ գեդը հասնի, ոնց որ դուք նկարագրեցիք բարոն Անֆիաջան, Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի ամեն կերպ փորձեն մասնադել Իրանը։ Անշուշտ ներկա իրավիճակով շնորհիվ իրանցի ժողովրդի թիմադրողականության եւ նաեւ արևմուտքի գարկմշրջանակների իմաստուն քայլերին Իրանի մասնադումը օրագարկի թեմա չէ, սակայն ըստ երևույթին դարաշրջանի երկու ժողովուրդներ առավելակույնս երկու պետություններ պետք է ասել առավելակույնս շահագրգռված են Իրանի մասնադումով մեկը այսօր այսպես կոչված Թուրքիան է իսկ մյուսը այսօր այսպես կոչված Ադրբեջանն է Հայաստանի կառավարությունը եւ ընդհանրապես ասենք Կովկասի երկու հանրապետությունները Վրաստան ինչպես որ նշեցիք Հայաստան եւ նաեւ արևմուտքը ասենք միջազգային հանրությունը պետք է ամեն աշխատանք իգադար անեն որբեսի Իրանի դարանչադումը կանխարգելվի ինչն է ծեր գոմե առաջադրված կորզնական քայլերը Շնորհակալություն հարցի համար պարոն Չապարյան սակայն ասեմ մի երկու օր առաջ Անտալիայում կար ֆորում կար լավ ֆորում էր բոլոր տարածաշրջանի փորձագետները պաշտոնյաները հավաքվել էին ոչ ձեզ ոչ ինձ այդ ֆորումի չեն հրավիրել մենք տեղյակ չենք մենք մամուլից ենք տեղյակ նման ֆորումների ժամանակ պետք է իմ եւ ձեզ նման մարդիկ գնան Ադրբեջանի արտգործնախարարի հետ խոսեն Վրաստանի արտգործնախարարի հետ խոսեն Ուկրաինայի մենք պետք է գնայինք մենք ես ու եւ դուք սակայն Հայաստանի գործող իշխանությունները գտնում են որ դրա կարիքը չկա դե եթե չկա երևի ուստի ես չեմ կարող հասկանում եք կանխատեսումներ անեմ առանց խոսելու այդ մարդկանց հետ ես ոչ ռուսական էքսպերտների հետ եմ խոսել ոչ անգլիական ոչ գերմանական ոչ ֆրանսիական բացարձակապես ոչ թուրքական սակայն իմ այսպես ասեմ մակերեսային հարաբերական պատկերացումներով այսօր Թուրքիան Ադրբեջանը այո շահագրգռված է Թուրքիայի Իրանի մասնատմամբ սակայն Թուրքիան ես կվախենամ նման բան ասեմ քանի որ Թուրքիան էլ է դա սպառնում Թուրքիայի հանրապետությանը դա սպառնում է քրդական գործոնը կա հայկական գործոնը կա հունական գործոնը կա եւ իսլամական գործոնը կա ես կուզենամ հայկական գործոնը լինի այս դեպքում մինիմալ Պարոն Չապարյան, ես չեմ ուզենամ մենք ընդհանրապես խառնվենք։ Ես ոչ կուզենամ հրեայի հետ եղբայրանամ թուրք ոչնչացնելու դեպքում, ոչ էլ կուզենամ թուրքի հետ եղբայրանամ իսրայելցի ոչնչացնել։ Ես ընդհանրապես չեմ ուզենա որպես հայ որևէ ազգ ոչնչանա։ Շնորհակալություն։ Մեղադրանքս հասկացաք որ կողմն է։ Երևանի ինչի միջև այսօրս ամենալավագույն մասնագետներից է մերձավոր արևելքի։ Դուք մեծացել եք, դուք ավարտել եք դպրոցներ եք գնացել, արաբերեն ազատ տիրապետում եք,
թուրքերը լեզվին մասամբ տիրապետում եք, այսինքն դուք ինքներդ 4-5 լեզու կրող մարդ եք, ունեք մեծ փորձ, հատկապես մերձավոր արևելքի, եւ ինչի դուք այդ դիպլոմատիկ բաներին չեք լինում։ Ինչն է խնդրեմ, ով է խանգարում։ Այս հարցը տալիս եմ ուղիղ Հայաստանի Հանրապետության բոլոր տեսակի կառավարիչներ, Լևոնենցից սկսած Նիկոլ Փաշինյանով վերջացած այս պայն։ Ինչի պարոն Չապարյանի պես մարդիկ, որոնք մերձավոր արևելքում մեծացել են, սովորել են, կրթություն են ստացել, տիրապետում են տարածաշրջանի հիմնական լեզուներին, ինչի այս մարդիկ ձեր կողքը չեն որպես խորհրդատու, որպես տարածաշրջանի փորձագետ եւ ինչի այդ մարդկանց խորհուրդները դուք չեք լսում։ Շնորհակալություն։ Բարոն Էֆեջան, ինձ համար անագնկալ էր ձեր այդ բարձր քննադատը, որին համար չեմ փորը, որ ես արժանի եմ, այդալսեմ, որ մենք որպես մասնիկներ, ձեր նման, իմ նման հայեր եւ մեր հետ հայուհիներ Մովսես Մարգարեի բապության այն մորը փաղանքին կպատկանիկ, որ իսկական մայրն էր, որ գսե մենակ երեխան ապրի։ Այնպես որ մեր նմանների համար իրականության մեջ ճաշտոն բեք չէ։ Մենք մեր նմանները լրիվ լիակատար կերպով գայացած ենք եւ մեր միակ մտահոգությունը հայկական 35 ամյա բադանին կամ երդասարտը, ասին հանրապետությունը մի կերպ կոյադևե եւ այս բատմական փուլը նավարգե նվազագույն վտանգներ թիմակալելով եւ հասնի աբահով ափեր։ Իսկ ինչ կվերապերի քիչ առաջվա մեր թեմայի շարունակության շատ լավ գետ նշեցիք, որ քուրդական կորձոնը գա, որ ամեն կերպ պետք է օգտագործվի որպես զսպիչ ուժ եւ ինչու՞ չէ ժամանակի ընթացքին թող քուրդերը իրենց պատմական դարաշրջանին դիրանան առանց իրանական կամ հայկական հողադարածներ յուրացնելու։ Իսկ ինչ կվերապերի այսօր այսպես կոչված Ադրբեջանին, ապա ուրեմն նույն դիպի ճակատագիր ունի Ադրբեջանը, որովհետև մենք տեղյակ ենք, ինչպես որ էկրանի վրա քարտեզի վրա կտեսնենք, թալիշները կան, ցակուրները, այդ մասին ինչ կարելի է ասել մեր հերոստատիտողները։ Ասեմ ձեզ, պարոն Չապարյան, այդ գործոնները այսպես չեն քնած, այդ գործոնները կան, ճիշտ է, ռուսական հատուկ ծառայությունը, թուրքական հատուկ ծառայությունը, իսրայելական եւ այլ հատուկ ծառայությունը փորձում են կառավարեն եւ զուս պահեն նման ընդվզումները, սակայն չես իմանում ինչ կատու կանցնի իրանց մեջ, եւ այն օրը, որ այդ կատուն անցավ, թե Թուրքիայում կլինի ազգային արտնացում, թե Ադրբեջանում, բավականա մի քանի ցուցանիշ փոխվի։ Ինչ ասեմ, ես կարծում եմ, որ նախ եւ առաջ մերձավոր արևելքում արդեն 3-րդ տարին է գնում ռազմական գործողություններ, մերձավոր արևելքից պատերազմի զարգացումից կախված է Հայաստանի անվտանգության աստիճանը եւ ինձ թվում է Հայաստանի Հանրապետության բյուջեում կար մի 1000 կամ 2000 դոլար, որ պարոն Չապարյանի կամ իր նման մասնագետներ արդեն Չապարյանը պետք է մի 5 անգամ գնացած լիներ Բեյրութ։ Չապարյանը քանի անգամ է գնացել Սիրիա 2011 թվականից։ Ոչ մի անգամ։ Չապարյանը քանի անգամ է գնացել Թել Ավիվ ոչ մի անգամ, բայց ինչի Չապարյանի պես մարդիկ, էքսպերտները, մասնագետները, փորձագետները չեն կարում գնան իսրայելցի падգամավորի հետ խոսեն, Լիբանանի падգամավորի հետ խոսեն, Թուրքիայի падգամավորի հետ խոսեն։ Ինչի՞։ Ինչ խնդիր կա։ Դրամական խնդիր է, ասեք։ Պայման չէ, որ ես ձեզ հասկանում եմ, պարոն Էֆեջան, պայման չէ, որ հատկապես իմ անձը ես հատուկ շեշտադրեցի, այլ բոլորիս սրտացավությունը այն է, որ մեր հայկական պետականության ղեկավարությունը ի դարբերություն նախորդ ռեժիմներին ասենք այո հիմա բավականին ուրիշ աչքով ասկսեն այլ հիմա արդեն բարելավված է պետք է ասել իբադիվ
վարչապետ Փաշինյանին, բայց պետք է նաև նշել, որ իսկական սփյուռքը թերևս չի ժամանած Հայաստան։ Եվ այնտեղ բիդլա հաղթանակը, երբ իսկական ինտեգրացում կգայանա, եւ ոչ թե մենք ականչալուր գլանք ասենք Վաշինգտոնում Թեսպան Մգրչյանի նման անձնավորություններին ասենք սխալ մարդկանց հետ առնչության արդիվ եւ դա արդեն շատ վնաս կբերի, որովհետեւ ըստ երևույթին սխալ խորհրդականներ ունի Թեսպան հարկարժան Թեսպան Նարեկ Մգրչյանը, որ ցածր եւ նույնիսկ ժխտական ռեյտինգ ունեցող մարդկանց հետ գարանչվի եւ դարբեր քաղաքներ այցելություններ գուտա Միացյալ Նահանգներում մեջ։ Ինչևս հիմա ասենք առաջ որպես վերջապան համախոհ որ եթե հայկական pedagogical ղեկավարությունը ճիշտ ռազմավարություն գիրառե, ապա ուրեմն մենք կկարողանանք առանց փամփուշտի արձակման Արցախը վերադարձնել Հայաստանին, այսօր այսպես կոչված Ադրբեջանը մասնատման հզոր գործընթացի ենթարկելով։ Քանի որ ելի եմ ասում, տեղեկացված չեմ, վերջերս դիպլոմատիկ գագաթաժողով որ եղավ, ես չեմ գնացել, դուք չեք գնացել, ես չեմ կարող ասեմ ինչ կլինի, քանի որ իրոք տեղեկացված չեմ։ Մամուլը քիչ է, պարոն Չապարյան։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետություն եւ ոնց ինչպես դուք ասեցիք, առանց մի փամփուշտ։ Երբ որ մենք Արցախը կորցրինք, այս 2023 թվին, ես ասեցի ժողովուրդ, մենք մենակ Արցախը չենք կորցրել։ Մենք ամբողջ Ադրբեջանն ենք կորցրել։ Շատերը չհասկացան, Ադրբեջանը Հայաստան չի, չէ, ես բացատրում եմ, ես չեմ ասում Ադրբեջանի Հանրապետություն դա Հայաստանն է, ոչ, բայց Ադրբեջանում ապրում են լավ մարդիկ նաև, եւ մարդիկ կան, որոնք ասում են, որ Արցախում պետք է սա հայերն են եղել, մենք եկել ենք, շատ տենց մարդ կա, շատ վախում են, մենք այդ մարդկանց գցեցինք, մենք այդ մարդկանց պետք է օգնեինք, իրանց 70 տարի այդ Ադրբեջանի ազգ կոչեցյալին կառավարում է մի ընտանիք, հասկանում եք, որը կեսով հայ է, կեսով քուրդ, կեսով եսիմինչ, իրան հրճակել է ադրբեջանցի։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի ժողովուրդների հանդեպ մենք ունենք պատմական միսիա, սրանք մեր եղբայր ժողովուրդներն են եղել։ Թալիշը մեր թշնամություն չի ունեցել, լեզգի մեր աղվանքի ժողովուրդի հետ մենք ոնց կարող ենք թշնամի լինեինք, ավարների հետ ինչ թշնամակա խնդիր։ Դու այդ թաթար թուրքերի հետ որ թուրքա լեզու են սարքել, դրանց հետ ինչ թշնամանք ունենք։ Սրանք փոխել է ժողովրդի ուղեղի մեջ, սոֆթվերը փոխած մարդիկ են։ Սրանց մեջ Ադրբեջանում կա 600-700 հազար հայ ասիմիլացված, որ ասում են թուրք ենք։ Դուք գիտեք, որ Ադրբեջանում այս տարի նոր արգելել են պետական հրամանագրով քազանների միջև ամուսնությունները։ Պետական հրամանագրով, ինչ աստիճանի, ինչ տեսակի, ինչ ծավալների է հասել, որ Ալիևը հրամանա տվել, որ եղբայրը քույրի հետ չփսակվի։ Դուք հասկանում եք ինչ օրենք գցել սրանց։ Շնորհակալություն բարոն Էնֆիաջան, ըստ երևույթին մենք որպես ազգ աշխարհասփյուր ժողովուրդ ահագին դնային բարդականություններ ունենք իրականացնել։ Ծով։ Այո։ Մի ծով։ Այո։ Փարիերտ մեր ժողովրդին եւ մեր մաղթանքն է, որ հայկական pedagogiությունը հունիսի 7-ի համապետական ընտրություններին ասկային առաջադրանքները ճիշտ ուղի տնելով ցերպազատվի այսօր այսպես կոչված գերց ընտիմությունից եւ գերց հոգեվորականներից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Չապարյան։